Վերջին պահին եմ թողել մի մարդու, որը պարզապես դերասան չէ, գոնե ոչ այս ֆիլմում, ու հաստատ ոչ Մենչի կյանքում։ Գրիգորը։ Դու նրան 3 բառով չես կարողանա Չէ, բնորոշել։ Գրիգորին 3 բառով չեմ կարող նկարագրեմ, բնութագրեմ, որովհետև Գոքորը ես ախր իմ մոտ տպավորությունն է, որ Գոքորը միշտ եղել է իմ կողքին։ Ինչ է, ընկեր։ Ընկեր, առաջինը ընկեր։ Գոքորը մրջունը, այդ ինքը չեք պատկերացնում, ինքը կարա, եթե ինքը գիտի, որ ինչ-որ մի բանի համար ինքը պետքա էսա իրան ինքն է պատասխանատուն, ինքը չի քնի 6 օր, ինքը դա կանի։ Շատ հետաքրքիր սցենարիստ, շատ հետաքրքիր գաղափարներով եւ մտքերով, ամեն ինչով։ Լավ գործընկեր։ Մի խոսքով չգիտեմ, Գրիգորին ճանաչում եմ բոլորից ավելի երկար Երևանի նախագծի ժամանակներից միջև Երևան նախագիծը դեռ երբ որ Գոքորը շատ ջահել էր, կավեներ խաղում, բակեր չուներ, ֆլոմասերով ներկում էր, որ բակ ունենար, այդ ժամանակ խնդրում եմ, լուրջ ես ասում։ Ուզում եմ ասեմ, Գոքորը մի քիչ ուրիշ առհասարակ տեղ ունի իմ ստեղծագործական կյանքում։ Կարող ենք ասել երկրորդ համապրոդյուսեր էր կամ համառեժիսոր։ Տես, ինքը ոչ համապրոդյուսեր էր, ոչ համառեժիսոր, բայց ինքը, այո, բայց ինքը այնքան մեծ դերակատարություն ունի Full House-ի մեջ, որովհետև ինքը շատ կարևոր լակամածիվ էր, այսինքն ինքը շատ կարևոր տանող ուժ էր։ Ես երբ որ չեմ եղել նկարահանման հրապարակում, ես հանգիստ էի, որովհետև այնտեղ կար Գոքորը, այսինքն եթե կար խնդիր, որը պետք էր տեղում լուծել, Գոքորը այդ խնդիրը կլուծեր, սցենարական լուծումները կտար։ Մի խոսքով Գոքորը շատ կարևոր մարդ է Full House-ում, շատ։